ցանկացած մարդ սոցիալական վիճակի փոփոխությունը զգում է իր սառնարանի պարունակությամբ։ Այսօր շատերի սառնարանը բացում է 7 տարի առաջվա վրա, վստահաբար կարող եմ ասել, ավելի քիչ բան կա։ Այսինքն փոխվել է, բայց փոխվել է բացասական առումով դեպի վադը։ Սա մեկ, երկրորդը 5000 ընտանիքից զոհ գնաց։ Մոտ 10,000 վիրավոր, 10,000 ընտանիք վիրավոր է պահում։ Եվ սա խոսում է բարեկեցության մասին։ Ընդամենը մի քանի կիլոմետր ճանապարհ է եղել, որի պատճառով, որովհետև ուրիշ պատճառ չեմ տեսնում, արտաքին պարկը կրկնապատկվել է, հադելով արդեն 13 միլիարդի շեմը։ Սա է բարեկեցությունը։ Վարդկով լավ ապրելը մեր ժողովուրդը, այսինքն լավ իրենք ապրում են, իրենց սոցիալական վիճակը իհարկե բարելավել է ու շատ անգամ։ Ես հիշում եմ 18 թվականին, երբ որ Արադ Միրզոյանը նոր ազգային ժողովի նախագահն էր, հայտարարեց, որ ինքը ապառիկով դիմել է, չգիտեմ, լվացքի մեքենա թե հեռուստացույց գնելու եւ իրեն մերժել են։ Իսկ հիմա Արադ Միրզոյանի ներկայացրած հայտարարագիրը նայեք, կտեսնեք, որ ինքը ճիշտ է ասում, բայց իրենց մասին։ Եվ փոքր լրացում այդ մասով հին խնդուկ կա, անեկդոտ կա, ասում է Քարոզ Արշավի ժամանակ, որ տեխնազուն հայտարարում է, որ սիրելի ժողովուրդ ինձ ընտրելուց հետո մենք լավ ենք ապրելու, ժողովրդի միջից մեկը արձագանքում է, ասում է իսկ մենք, հիմա իրենք լավ են ապրում,